Սիրելիներս, ես նորից խոսելու եմ հափշտակության մասին, բայց այս անգամ հատկապես Հիսուսի ընտրյալների, սրբերի մասին, Հիսուսի մաքուրների մասին, սրբվածների մասին, փրկվածների մասին, նրանք, ովքեր Հիսուսի զինվորներն են, և Հիսուսի զինվորները, դրանք ոչ թե Հիսուսի ծառաներն են հենց, այլ Հիսուսի ընտրյալ զավակները, այսինքն նրանք, ովքեր կազմում են եկեղեցու մասնիկներն են, մասերն են, անդամներն են եկեղեցու, իսկ եկեղեցին դա Հիսուսի հարցն է, որ պիտի հափշտակվի, բայց ուզում եմ նշել նորից, որ յուրաքանչյուր Հիսուսի իրական ճշմարիտ զավակ միևնույն է ծառա է Հիսուսին և ծառայում է Հիսուսին։ Մեզանից յուրաքանչյուրը ինչ-որ մի կերպ ծառայում է Տիրոջը և նրա զավակներին, խոսում է Տիրոջ մասին և խոսում է Տիրոջ մասին, հայտնում է փրկության լուրը, բարի լուրը, ամենալավ լուրը աշխարհի, որ Հիսուսը եկավ հանուն մեզանից յուրաքանչյուրի երկիր և փրկեց մեր կյանքը, մեզ նվիրեց հավիտենական կյանք, փրկություն։ Հիմա ուզում եմ խոսել նրա ընտրյալների մասին, նրա եկեղեցու մասին։ Մենք ապրում ենք ամենավերջին օրերը և օր-օրի, ամեն օր ևս մի օրով մոտենում ենք հափշտակությանը, որը որ շատ շուտով լինելու է։ Անկախ այն բոլոր մարդկանց չհավատքից, չհավատալուց, որ շատերը չեն հավատում, չեն ընդունում հափշտակությունը, դա ոչինչ չի փոխելու Աստծու մոտ։ Նա գալու է իր եկեղեցու հետևից, այնպես որ եթե դուք չեք հավատում, ուղղակի ավելի լավ է աղոթքով դիմեք Տիրոջը և կանգնեք ճիշտ ճանապարհին, որովհետև Հիսուսը գալու է շուտով, նա միևնույն է գալու է և տանելու է իրեններին, իր ընտրյալներին, իր մաքուրներին և մնացած մարդիկ մնալու են երկրի վրա և ապրելու են նեռի ամենադաժան իշխանության ներքո, ինչպես նաև այդ ժամանակ լինելու են ամենադաժան պատիժները, աստվածային ամենադաժան պատիժները երկրագնդի վրա։ Մենք Հիսուսի զինվորներն ենք և մենք հիմա այս օրերի միջով անցնելով մաքրվում ենք և արժանանում ենք Հիսուս Քրիստոսին, մենք ասելով, ես խոսում եմ Հիսուս Քրիստոսի եկեղեցու բոլոր մասնիկների մասին, անդամների մասին, մեր մասին, որ միանալով իրար կազմում ենք Հիսուսի եկեղեցին ամբողջ։ Հարսը անցնում ենք ճանապարհ, որի ընթացքում մաքրվում ենք, ուժեղանում ենք, արժանանում ենք Տիրոջը, իհարկե նրա ողորմածությամբ, և ուզում եմ շատ կարճ պատմել մի տեսիլքից մի պահ, որտեղ որ անցած տարի էր դեռ, որտեղ Տեր Հիսուս Քրիստոսը ամբողջ գիշեր մինչև լուսաբաց ես կրկնվող երազներ էի տեսնում, Արթնանում էի նորից քնում էի նույնն էի տեսնում, Արթնանում էի նորից քնում էի նույնն էի տեսնում, և ամբողջ ժամանակ Հիսուս Քրիստոսը քայլում էր իմ կողքով, և նա ինձ սովորեցնում էր, և երբ մենք եկանք, հասանք ինչ-որ մի տեղ, որտեղ որ որոշ կանայք սերմեր էին ցանում, որոնք դառնում էին ծաղիկներ և բարձրանում էին երկինք ու երկնքից նորից իջնում էին երկիր, Տեր Հիսուս Քրիստոսն ինձ ասաց, որ քիչ են այսպիսի դուստրերը և նրանք ցանում են սերմեր, որոնք էլ բարձրանում են երկինք ու վերադառնում են ձեզ, և նա ինձ ասաց, այս ամենը, այս ողջ ճանապարհը, որ մենք եկանք հասանք այստեղ, մինչև այդ ծաղիկները, սերմերը, ես քեզ հետ էի և ես քեզ սովորացնում էի ու ես քեզ պատրաստում էի նրան, ինչ որ դու դեռ անելու ես երկնքում։ Ես այդ ժամանակ լրիվ չհասկացա։ Ես հասկացա իմ երազի այն մասը, որ այո, Տերը իմ հետ է, Տերը ինձ սովորեցնում է, հասկացա սերմերը ցանելը, ինչ իմաստ ունի, խորհուրդ ունի, և չհասկացա այն պահը, որ ասաց այն պատրաստում եմ քեզ նրան այն ճանապարհին, որ դու դեռ անելու ես երկնքում։ Բայց իմ մեջ հարց հետո հայտնվեց և ես հարցով դիմեցի, աղոթքով դիմեցի Տիրոջը և ոչ մեկ անգամ և նաև հաստատումը ստացա 2 կամ 3 անգամ, որ Հիսուս Քրիստոսի զավակները, որ հիմա անցնում են այս ճանապարհը, սովորելու ճանապարհը, ուժեղանալու ճանապարհը, Տեր Հիսուս Քրիստոսը ինձ այսպես պատասխանեց իմ աղոթքների ժամանակ, որ Տերը մեզ պատրաստում է հափշտակության, մեզ մաքրելով, բայց ուզում եմ իմանաք, որ մենք նրա զինվորներն ենք և նա մեզ հիմա հանձնարարություններ է տալիս, որը որ մենք կատարում ենք երկրի վրա,
Բայց երբ տեղի ունենա հափշտակություն եւ մենք գնանք երկինք Տիրոջ թագավորություն, նա մեզ այնտեղ նույնպես հանձնարարություններ է տալու։ Եվ մենք այդ 3.5 տարիների ժամանակ, երբ նեռը իշխի երկրի վրա, եւ երբ Հիսուսի զավակները մյուս, որ մոլորված էին, որ սխալվեցին, որ չընդունեցին Աստծուն եւ այլն, բայց հասկացան հետո եւ Սուրբ Հոգու օգնությամբ ընդունեցին Տիրոջը, նրանց համար մենք հետո ծառայություն ունենք, ես չգիտեմ ինչպիսին, բայց շատ պարզ տրվել է իմացություն, հասկացություն, գիտություն, որ Տերը մեզ հիմա պատրաստում է հետո երկնային ծառայության համար։ Բացի այդ, աղոթքների ժամանակ ինձ Տերը տվեց իմացություն, նա ինձ արդեն տեսիլքներով, հայտնություններով Սուրբ Հոգին ինձ շատ պարզ ասել էր, որ երկնային Երուսաղեմը Հիսուսի հետ կիջնի երկիր եւ Հիսուսի զավակները, Հիսուսի եկեղեցին, Հիսուսի կինը արդեն որ կլինի, հարսը չի լինի արդեն, Հիսուսի սրբերը, Հիսուսի մաքուրները, ընտրյալները, երկնայինները Հիսուսի հետ կիջնեն երկնային Երուսաղեմով երկրի վրա եւ կապրեն այդ երկնային Երուսաղեմի մեջ։ Այն ամեն ինչ ես խոսում եմ հիմա երկնային Երուսաղեմը իջնել երկրի վրա, դատաստանը, հափշտակություն, դրա մասին շատ նյութեր ունեմ հիմա, եթե ձեր մոտ հարցեր կառաջանա, թերթեք ալիքը եւ կտեսնեք պատասխանները։ Հիմա, երբ մենք գանք երկիր, սիրելի Հիսուսի այն զավակներ, ովքեր հափշտակվելու են, երբ մենք վերադառնանք Երուսաղեմով երկնային երկիր, Հիսուս Քրիստոսը սկսելու է իր դատաստանները արդեն երկրի վրա, դա նրա երկրորդ գալուստն է, նա մենակով հո չի գալու, նա գալու է իր հրեշտակների հետ, իր զորքով եւ իր սրբերով, եւ մենք այդ ժամանակ ունենք մեծագույն ծառայություն, մենք լինելու ենք ինչպես նրա զորքը, ինչպես նրա զինվորները, ովքեր կատարելու են հանձնարարություն երկրագնդի վրա։ Պատկերացնում եք, թե դա ինչ է, դուք կարող եք դա պատկերացնել, Հիսուսը մեզ հիմա պատրաստում է հետոյի համար, իսկ այդ հետոն հեռու չի, այդ հետոն մեր շեմին կանգնած է, դուք պատկերացնում եք Աստված ինչ է պատրաստել իր զավակների համար, իր զինվորների համար, ինչպիսի կյանքով ենք մենք ապրելու մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ, թե երկնքում եւ թե հետո երկրի վրա դատաստանների ժամանակ մենք նրա օգնականներն ենք լինելու, մենք նրա ծառաներն ենք լինելու, մենք նրա զինվորներն ենք լինելու եւ կատարելու ենք նրա հանձնարարությունները։ 3.5 տարի նեռը կիշխի երկրագնդի վրա եւ Հիսուսը կգա երկիր ու կշարունակվի արդեն Հիսուսի դատաստանները։ Տարի նեռը կիշխի երկրի վրա, որից հետո Հիսուս Քրիստոսը կիջնի երկիր, կլինի դա նրա երկրորդ գալուստը եւ նա իր ողջ զորքի հետ, զինվորների հետ, զավակների հետ կկատարի դատաստաններ։ Մենք դատելու ենք Հիսուս Քրիստոսի հետ, դատելու ենք չարին։ Դա ինձ ասվել է դեռ 24 թվականի սեպտեմբեր ամսին։ Ինձ ասվեց երկնային բարձր ձայնով Սուրբ Հոգին, սովորական ցերեկային օրվա մեջ ես ոչ քնած էի, ոչ իմ աչքերը փակ էին, տեսիլք չէր։ Սուրբ Հոգին ասաց. երբ կլինի հափշտակությունը, դրանից կանցնի 3.5 տարի եւ դուք կվերադառնաք երկիր Հիսուս Քրիստոսի հետ դատելու։ Այդ բառերն են ինձ ասվել։ Հիմա մենք պատրաստվում ենք Հիսուս Քրիստոսի ձեռքով, Հիսուս Քրիստոսը մեզ պատրաստում է իր համար, մենք նրա զինվորներն ենք։